Նարինե ջան, բեր ես սպառնեմ դու խոսա։ Ես ինչ խոսամ։ Ազգ օպերատոր աշխատեք։ Հայաստանում նոր համակարգ է ներդրվել, այն կոչվում է առողջության համընդհանուր ապահովության մասին։ Եվ այնպես է ստացվել, որ ես էլ հարբուխ ունեմ, ամենպես ասած մրսածություն, եւ որոշեցի այցելել բժշկի։ Ինչպես ենք այցելում, մտնում ենք առնենք համակարգ, այնտեղ այցն ենք գրանցում, այցի տեսակներ կան, նույնիսկ արհեստական բանականության օգնությանը կարող եք դիմել, նկարագրել ձեր հիվանդության կամ գանգատների մասին եւ արհեստական բանականությունը կհուշի ում դիմել, ինչ անել։ Այնուամենայնիվ գրանցվեցի եւ շատ զարմանալի է, որ ընդամենը 15 րոպե էր տալիս բժշկի այցի համար։ Ինքը ստանը դեռ մտածեցի, որ դա քիչ է, միջև հանվեմ, միջև թոքերս լսեն, միջև ճնշումս չափեն, միջև տեսը դենը, այս ձմեռվա կեսին հաստատ կմրսեմ։ Եվ եկա պոլիկլինիկա, հիմա ուզում եմ տեսնեմ այդ հերթերը իսկապես կան, որ ամենուր եք ասում են, ու այո, շատ կան, եւ ապահովագրության հետ կապված ամեն ինչ չի, որ պարզ է, նորություն, որ շտապ օգնության համակարգում բժիշկները մոտոցիկլետներով են գնալու այցի հիվանդներին, ճիշտ չհավատացի, հիմա որ ինչ որ նորություն մենք լրագրողներս հաղորդում ենք, շատերին թվում է, թե դա կատակ բան է, չէ, կատակ բան չի, մի խոսքով գնանք փորձենք հիվանդներից հարցում փորձանել, գիտեմ, որ բժիշկները դժվար թե համաձայնվել, չեմ էլ ուզում իրենց այն որ ասում են ուդարի տակ մտցնել, բայց ինչ են ստանում, օրինակ բուժքույրը 50,000 դրամ ամբողջ օրը, կասեք շատ է, բավական պարգևաճարներ են ստանում 7 միլիոն, ասես այ բժիշկներ ջան, դե դուք էլ ինքներդ ձեզ պարգևավճար արեք, որ դուք ոչ թե 6-ից մինչև ժամը 1-ը պետք է ընդունեք հիվանդներին, մինչև օրվա վերջ, դրա համար ձեզ Անահիտ Ավանեսյանը վճարում, որ ամենուր եք գնում է, ասում է լավ է, դե գնացինք տեսնենք, լավ է, թե ոնց է, իրականությունը, այդ իրական Հայաստանը։ Հա, դուք ով եք, չեմ ասում, չեմ կարող։ Ես Նարինե Կիրակոսյանն եմ, Կիրակոսյան Նարինե ջան, հա, մտքեր ասա, ես մտքերը շարադրեմ, հա։ Հեռախոս ունեք այդ ձևի, որ հավելված է Արմեդիկ գրանցել են քաշի։ Բա ոնց եք եկել պոլիկլինիկա։ Ես եմ ամուսարել։ Ներքևում եք գրանցվել։ Հա, ներքևը երեք խնդիր չի եղել։ Ներել եմ հեռախոսից չի հեռախոսում բերել։ Գրանցման խնդիր այսօրվա համար կլիներ, եթե այսօր գայի, բայց ես եկել եմ 3, այսօրվա համար գրանցվել եմ 10:30-ին ու մինչև հիմա սպասում եմ։ Խնդրում եմ ժամը ֆիքսեք։ Մինչև հիմա սպասում եմ եւ կարծում եմ դեռ եմ սպասելու։ Երևի մի կես ժամ։ Արդեն 11:20-ն է մոտավորապես։ Դեղերի սպասում կա, Իսկ հեռախոսով գրանցել են։ Ես եկել եմ, չէ, ես հələ գրանցված չեմ։ Ես եկել եմ ժամը 10:30-ին, բայց 9:15-ի սպասողը այստեղ էր։ 9:15-ի։ Ես եկել եմ 10:32 րոպե, 9:15-ի սպասողը դեռ այստեղ էր։ Այսինքն երկու անգամ եկել եք պոլիկլինիկա։ Չէ։ Համ գրանցվելու համար երեք եկել եմ գրանցվել։ Էդ եմ ասում եմ, եկել եք Գիտեի, որ խնդիր կլինի այսօրվա համար, խնդիր կլինի, երեք եմ եկել գրանցվել։ Այսօր եկել եմ իմ ժամին 10:32 րոպե, բայց 9:15-ի սպասողը դեռ այստեղ էր։ Ու ներսում մարդ կար։ Անունը Քնարիկը։ Քնարիկ, Տիկին Քնարիկ, դուք անընդհատ եք գալիս, քրոնիկ հիվանդություն ունեք, դեղերի ստանալու խնդիր ունեք։ Չունեմ ոչ մի հիվանդություն, հիմա փոքր տկարացել եմ, եկել եմ, տեսնեմ ինչն է, ինչից է, որ ես նես։ Ու գիտեիք, որ նոր համակարգով էս։ Ես գիտեմ նոր ապահովագրական։ Իհարկե, ես ողջունում եմ այս համակարգը, ողջունում եմ եւ շատ ուրախ եմ, որտեղ շատերը ունեն սրա կարիքը, նույնիսկ տներում լցված են։ Եթե մարդիկ կարողանան դուրս գան, հա, Հայաստանի 1/3-ը կարծեմ ունի սրա կարիքը, շատ լավ փաթեթ է, բայց փաթեթը ունի զարգանալու կարիք ունի, ասենք մասնագիտական, մասնագետները շատանան աշխատավարձի հարցին։ Իսկ համակարգային ամեն ինչը ասենց նորմալ է։ Չէ, որ նորմալ լիներ այս հերթերը չէին։ Զարգացումը դրան է վերաբերվում, եթե ասենք ծրագիրը եկել է, ծրագիրը ունի ընդարձակվելու, զարգանալու
միտումներ ունի, ինչ հայերը ոնց ասեմ։ Ճիշտ ասեցիք, միտումներ։ Ինչ ասեմ։ Հա, մասնագիտական հիմնականում մասնագիտական խնդիր կա։ Մասնագետները շատացնեն, մասնագետները վարպետ մասնագետներ, վարպետացած մասնագետներ։ Այսինքն դուք բժշկական բժշկական համակարգի մասին էլ եք խոսում, բժիշկների։ Բժիշկների համակարգի մասին եմ ասում, հա, որ բժիշկները հասցնեն կարողան Քիչ են։ Քիչ են, հա, իհարկե քիչ են։ Բնականաբար քիչ են։ Իսկ գործիքային ստուգումներ այստեղ անվճար են անելու, ինչ տեղեկացված, ինչի մասին եք տեղեկացված։ Բոլորի հետ խոսել եմ, բոլորը անվճար են եկել։ Անվճար է, ոչ մեկը ոչ մեկի համար ոչինչ չի վճարում։ Այցը, իսկ ասենք օրինակ ես հիմա հարբուխ ունեմ, ուզում եմ ռենտգեն անեմ։ Ինչ Գիտեք, ինչ նաև այցեր ինչ ինֆորմացիա եք տիրապետում ձեզ։ Գիտակցված բժշկական տեսակետով լավ մշակված տնային այցեր պետք է լինի, որտեղ տեղում մարդը կարող է բժշկվել։ Հենց իր տանը այդ այցերը դա շատանում։ Այս մարդկային կուտակումն է ստեղ չլինի։ Ստեղ չլինի։ Եթե ճիշտ եմ ասում, համաձայն եք։ Առաջ չկար այցերը։ Այցեր չէ, չեմ տեսել, չեմ զգում, ես չեմ մտել այդ ժամին, նոր այն։ Հա, դուք չեք կանչել։ Հա, ես կանչել չեմ ունեցել։ Կանչել չեմ։ Լավ, շնորհակալություն, որ խոսում։ Կանչել ունեցել եմ, շատ պրոբլեմ։ Բայց շտաբ եք կանչել, թե պոլիկլինիկայի։ Շտապողություն եմ ճշում։ Այ հիմա օրինակ ես լրագրող լինելով լավ չեմ հասկացել, թե շտապ օգնության հետ կապված մենք ինչ իրավունքներ ունենք։ Դուք օրինակ հասկացել եք։ Շտապողության Հա, անվճար չի։ Չէ, անվճար է։ Մոտ անվճար է, չեմ վճարում։ Իսկ գիտեք, որ 8 այցից հետո տարվա մեջ պետքա վճարեք։ Դե աստված շանի ու թաթայց ունենամ։ Օրինակ, ես համել հավատում եմ, ոնց ասեմ, հրաշքների։ Հրաշք բժիշկների եմ հավատում, բժշկության հրաշք զարգացման։ Մեկ էլ մի բան, տեղյակ եք, եթե այդ հիվանդանոց, որտեղ պետքա տեղափոխեն շտապով համաձայն չեք, ուրիշ հիվանդանոց տեղափոխելու ուրեմն տարբերությունը գնային տալիս եք։ Տեղյակ եք։ Չէ, ես մանես տեղը չեմ, բայց մտածել եմ մասնավոր հիմնարկների վրա այդ փաթեթները ազդում են, թե չէ։ Մասնավոր հիմնարկները դրա ոնց են։ Նու մենք հիմա պոլիկլինիկայում ենք առաջնային օղակում։ Դուք խոսում եք արդեն հիվանդանոցային։ Հիվանդանոցային կարգին ծանոթ եմ, բայց դա էլ իր ընդհանրացումը պետք է ունենա, դա էլ իր զարգացումը պետք է ունենա, թե բժիշկների, թե մասնագետների։ Դա պետք է լինի, փաթեթը մեծ բան է իր մեջ պահանջնակով։ Ամենակ են չի որ մեկ ելնեք ու վազենք։ Մի խոսքով լավատես եք, բայց բաց թողումներ շատ կան։ Ճիշտ հասկացա ձեզ։ Հա, ես լավատես եմ, անուղղելի լավատես եմ։ Բայց լավատեսությունը ոչ փրկում է, ոչ է բժշկում է։ Իրապես գուցե համաձայնվենք Տիկին Քնարիկի հետ, լավատեսությունը ոչ փրկում է, ոչ բժշկում է, բայց պետք է իմանալ, որ անցած տարի ազգային ժողովը ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը, ըստ որի հայտարարվեց, որ 1.600.000 մարդ կունենա առողջության ապահովագրություն։ Իսկ ինչ է այն իրենից ենթադրում, շատ մարդկանց համար պարզ չդարձավ, որովհետև այն փուլային հատվածներ ունի և փուլերով ինչ-որ մի բան պետք է ներդրվի։ Առաջնահերթ պետք է հասկանալ այդ պոլիսը ումն է հասնում և ով է պոլիսի համար վճարում իր գրպանից կամ գործատուն, իսկ որ հատվածն էլ պետությունն է վճարում։ Ամեն դեպքում արդեն իսկ կա խնդիր Արմեդ համակարգում գրանցվելուց հետո անընդհատ հերթեր են գոյանում, ինչի ականատեսը ես եղա և ձեզ հիմա ցույց տվեցի։ Այս մեկ այցից հասկանալի դարձավ, որ չերլինդինգի սիրահար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանցտե պարելու գնար վարչաբենդին, լավ կլիներ նստեր ու հասկանար, արդյոք այդքան բժիշկներ գոյություն ունեն, որ 15 րոպեն մեկ կարողանա նոր հիվանդ սպասարկել, ճնշում չափել, շաքար և լաբորատորիա ուղարկել։ Հա, ու արդյոք կան այդքան բայկեր բժիշկներ, որ մոտոցիկլետներով շտապ օգնության վրա աշխատեն։
Հա դուք տնորենի մոտ էլ մտաք։ Տնօրենի օգնականի մոտ բանը, տնօրենը ինձ շատ ճիշտ բացատրեց, ես շատ լավ հասկացա, ինչումն է խնդիրը։ Ժամանակի խնդիրը, որտեղ իրենք ամեն մի հիվանդի համար նախատեսել են 15 րոպե եւ նախարարությունը նախատեսել։ Այս խոսքը Եվ դա քիչ է։ նախարարությունը եւ դա շատ քիչ է։ Շատ քիչ է։ Հասկացա։ Դուք գնացիք, ասեցիք ինչի է հերթը շատ։ Հա, ես հարցրեցի, ինձ հետաքրքիր է, հերթը ինչու է ախմ որ Չէ, վերջացնում եմ։ Հա, հերթը ինչի է շատ, ինքը բացատրեց, որ տրված է 15 րոպե, որպեսզի բժիշկը համ քարտի գրանցումները անի, համ կոմպյուտերային ստուգումների ու գրանցումները, համ էլ որոշակի հիվանդի վրայի տեղային ստուգումները անեն։ 15 րոպեն քիչ է։ 15 րոպե շատ քիչ է։ Հարգելի նախարարություն հաշվի առեք, որ ժամանակը շատ քիչ է 15 րոպեի համար եւ մնացած հարցերը Ես այստեղ ուղղակի չուզեցին նկարվեն, բայց լսեցի ականջի պոչով, որ բժիշկները միջև օրվա վերջ մնացել են։ Եղել են բժիշկներ, Հա։ դե իրանք ուրեմն Որ առավոտի- աշխատանքներ են, իրանց աշխատավարձները բարձրացրել։ Մեր բոլորին պետք է աշխատանքային հերոսներ ամեն մեկը իր տեղում, հա, որպես աշխատենք, որ երկիրը երկիր դառնա։ Ճիշտ է։ Իրար սիրեք, իրար հարգեք։ Այս էր կարճ փոքր այց, որ ներկայացնեմ թե ինչ իրավիճակ է, կներեք ձայնիս համար։ Հուսամ շուտ կլավանամ ու կհանդիպենք